ընդամենը նրա համար, որ Սաթիկ Սեյրանյանը իր էջում տեղադրել է թուրքական բավականաչափ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցի հրապարակումը, բա այդքան դուխ ունեք, Էրդողանին բողոքեք, որ այդ ձեր լրատվամիջոցը ինչիա ֆեյք տեղեկատվություն հրապարակում առայն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանում 8 մզկիթ բացել, բա եթե 300,000 ադրբեջանցի դուք ասում եք, որ այո գալու են, բա որտեղ են աղոթելու, պարզա չէ, որ ոչ թե 8, այլ 8 անգամ 800 մզկիթ պիտի բացեք, որ նրանք օրենքի կետին, տարին եւ իրենց իրավունքներին համապատասխան իրենց աղոթատեղիները ունենան։ Մենք տեսանք, որ նաեւ ժուրնալիստների միության շենքի գործը իբր հակակոռուպցիոն կոմիտե են ուղարկել, ես որքան տեղյակ եմ, նախկին նախագահի Աստղիկ Գևորգյանի օրոք խնդիրներ են եղել, որի վերաբերյալ Սաթիկ Սեյրանյանը ինքը բազմաթիվ անգամներ դիմել է դատարան, ինչպես ասում են, բոլորիս հետաքրքիր է, թե էլ որ լրատվամիջոցի հանդեպ է այս ռեպրեսիաները կիրառելու, կարծում եմ հերթը բոլոր մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներին հասնելու է, որտեղ Նիկոլ Փաշինյանին պետք է միջև ընտրական ցիկլի մեկնարկը, միջև 26 թվականի հունիսի 7-ի մեկնարկը ամայացնել ողջ քաղաքական եւ լրատվական դաշտը եւ այսպես ջերմոցային պայմաններում գնալ իր վերարտադրության ապահովմանը։